Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Նոր գդագարանի Հակոբոսի նամակին մեջ 4-րդ գլխու 8-րդ համարի մեջ դիարնեղբայրը գսե. Մոտեցեք Աստուծո եւ Աստված ինք պիտի մոտենա ձեզի։ Առաջին հարցը հետեւյալն է. Գուզենք, որ Աստված մեզի մոտիկնա։ Եթե պատասխանը այո է, ուրեմն ինչպես մենք գրնանք Աստուծո մոտենալ երկրորդ կարևոր հարցը։ Որպեսզի Աստուծո մոտենանք, 4 բաները պետք է հրաժարինք։ Առաջին, քախնի մեղքե։ Այո, սիրելներ, քախնի մեղքե։ Բամը, որ ամենքսալ ունենք դժբախտաբար։ Ամենքսալ մեր մեջ ծածկված քախնի մեղք ունենք, որ ուրիշներեն անհայտ է։ Նույնիսկ ծնողներեն, գողագիցեն, կյանքի ընկերեն, ամենեն մոդիկ են։ Ամեն մարդ քախնի մեղք ունի իր մեջ։ Անիգա գրնալալ սիրելներ մոլությունը, գրնանիգալալ արբեցողություն, թմրեցուցիչ կործածել, շնություն, բորընկական ֆիլմեր, պորնոգրաֆիկ ֆիլմեր դիտել, չգիտեմ, փղճախոհություն եւ այլն։ Այս բոլոր մեղքերը սիրելներ, որ միայն մենք գիտենք եւ Աստված անշուշտ, եթե իսկապես Աստուծո դիմաց կանք եւ խոստովանենք այն ադեն է, որ կբժշկվենք, կմաքրվենք։ Եվ ո՞յ մեկը չսե որ ես կոնտրոլի դակ բահած եմ, ես հագագշրի դակ բահած եմ այդ բոլորը։ Եթե հագագշրի դակ բահածը լայինք, այն ադեն մեղք չէին կործեր։ Ընդհակառակը լավ իմանանք, որ ինք մեղքն է, որ մեզ իրեն հագագշրին դակ բահած է, իր հագագշրին դակ բահած է եւ մեզ իրեն ծառա դարձուցած է։ Տեր Հիսուս Քրիստոս Հովանու Ավետարանի 8-րդ գլխու 34-րդ համարի մեջ կսե. լավ գիտեք, թե ով որ մեղք կգործե, ծառա է մեղքին։ Ասիկա լավ իմանանք սիրելներ։ Տեր Հիսուսի խոսքն է. ով որ մեղք կգործե, ուրեմն ծառա է մեղքին։ Կնշանակե որ ինք այնքան դգար է, որ դարձած է ծառան մեղքին, ըստրուգը մեղքին։ Որովհետև ծառան ինչ կնե, իր դիրոջ գամքը կգադարե։ Հետևաբար, երբ որ մեղք կգործենք, մենք մեղքին գամքը կդարած կլանք, սատանայի գամքը կդարած կլանք, եւ ոչ թե Աստուծո գամքը։ Պողոս Արաքյալը Տեր Հիսուս Քրիստոսի այս խոսքեն մեկնելով գնդարցակի այս խոսքը հատկապես Հռոմայեցիներու նամակի 6-րդ գլխու մեջ ես պիտի կարդամ ցեզ միան 12-ին 14 համարները գսե Արաքյալը այսուհետև մեղքը թող չթակավորե ծեր մահկանացու մարմիններու մեջ զանոնք իր ցանկությանց հնազանդեցնելով չէ լավ որ մեղքը մեր մարմինները իր գամքին հնազանդեցնե մեղքին անցնադուր մի ելակ ծեր անդամները անիրավության կորձիկ դարձնելով այլ որպես մահվրե կյանքի եկած մարդիկ դուք ձեզ Աստուծո հանձնեցեք եւ ծեր մարմինները Աստուծո ցերքին տակ արդարության կորձիկ դարձուցեք մեղքը ծեր վրա բեք չէ իշխե այո սիրելիներ մեղքն է որ առաջինը ամեն բանի մեջ որ արկել կլա որ մենք Աստուծո մոդիկնանք նույն այդ համարը որ խոսքիս սկիզբ հիշեցի Հակոբոս դիարնեղբոր 4-րդ գլխու 8-րդ համարը որ գսե մոդեցեք Աստուծո եւ Աստված ինք պիտի մոդիկնացեզի շարունակությունը համարին գսե Ձեր ցերկերեն չար կորձերու աղդը լվացեք մեղավորներ եւ դուք երբմիտ մարդիկ ձեր միտքերը հստակացուցեք հետեւաբար գտեսեք մեղքի մասին գխոսի դիարնեղբայրը եւ եթե գուզենք սիրելներ իսկապես մենք իշխենք մեր անձին վրա ապա մեղքերը գհրաժարինք եւ որբեսի մաքրվինք լվացվինք ինչպես Արաքյալը գսե պետք է խոստովանենք պետք է մեր մեղքերը խոստովանենք առաջի Աստուծո եւ առաջի խոստովանահոր որբեսի խոստովանահայրը որպես բժիշկ մեզ ուղե թե ինչպես կրնանք
մաքրվել եւ փուժվել այդ մեղքից ցավեն։ Հակոբոս դիարնեղբայրը դարձյալ 5-րդ գլխու 16-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե։ Հետևաբար ձեր մեղքերը իրարու խոստովանեցեք եւ իրարու համար աղոթեցեք, որբեսի բժշկվիք։ Առաջին Հովանու նամակի առաջին գլխու 9-րդ համարի մեջ գսե արաքյալ Հովանես արաքյալ ձեր մեղքերը Հիսուսին դիմաց խոստովանեցեք եւ ինք պիտի ներե ցեզի։ Իսկապես սիրելիներ, եթե գուզենք բժշկվել, ապա խոստովանությունն է, որ գփուժե մեզ եւ լավ հիշենք, որքանալ բահենք մեր մեջ այդ ձածուկ մեղքը, օր մորանց պիտի բացահայտվի, չէ՞։ Պիտի բացահայտվի անպայման եւ այդ ժամանակ խայդարակ պիտի լանք։ Սիրելիներ, սատանան դժբախտաբար գուզե որ մենք մեր մեղքերը ծածկենք, որբեսի մեզ վերջավորության խայդարագե, բայց Հիսուս գուզե որ մենք մեր մեղքերը խոստովանենք, որբեսի չնչե։ Հիսուս ինքը ասավ Ղուկասու ավետարանի 8-րդ գլխու 17-րդ համարի մեջ. չգա ծածուկ բանը, որ չհայտնվի, եւ գամ քախնի բանը, որ չգիտվի եւ Երևան չկա։ Չգա։ Հետևաբար ինչպես Եսայի մարգարեին Պերնով Աստված կսե առաջին գլխու 18-րդ համարի մեջ. եկեք վիճապանենք։ Եթե ձեր մեղքերը գրկնագի գարմիր են, ես ծյունի նման սպիտակ կդարձնեմ, ասրի նման ջերմակ կդարձնեմ։ Միան եկեք խոստովանեցեք։ Ահա շատ կարևոր է սիրելիներ քախնի մեղքեն հեռանալ, որբեսի Աստուծո մոտիկնանք։ Երկրորդը սիրելիներ այն է, որ երբ մարդ ամեն անգամ գաբրի ուրիշ հաջեցնելու համար, մտահոգ է թե մարդիկ ինչ կմտածեն իր մասին, եւ ուրիշները հաջեցնելու համար, ուրիշները սիրաշահելու համար Աստուծո մեկ է հեռանան։ Այդպես է սիրելիներ, մարդ երկու դերերու չկրնա ծառայել, կամ Աստուծո պիտի ծառայի եւ կամ մարդոց սիրաշահելու իմաստով։ Բողոսարակյալ քաղաքացիներուն նամակի առաջին գլխու մեջ 10-րդ համար գսե. եթե մարդիկը սիրաշահելու յետևե ըլլայի, Քրիստոսի ծառա ըլլալե կթատրեի։ Սիրելիներ, կարևորը այն չէ, որ մարդիկ ինչ կմտածեն մեր մասին, եւ ադոնց դպավորությանց տակ փորձենք ապրիլ։ Այսօր մարդիկ աման ինչ պիտի ասեն իմ մասիս, ինչպես պիտի հակվիմ եւ դպավորեմ իրենց եւ իմ մասիս ինչեր պիտի խոսին։ Եղբայրներ եւ քույրեր, կարևորը որ Աստված ինչ կմտածե մեր մասին եւ Աստված ինչ պիտի ասե մեր մասին։ Աշխարհը սիրելիներ խապուսիկ է, մարդիկը ամեն տեսակ խոսքեր կգնան ասել։ Երևակայեցեք, որ Հիսուս Քրիստոս Աստուծո որդին, որ գադարյալ մարդ դարձավ, գադարյալ Աստված գադարյալ մարդ դարձավ, ադեց աշխարհը զինք։ Մարդիկ ադեցին զինք եւ մինչեւ իսկ խաչեցին զինք։ Երևակայեցեք սիրելիներ, ինչ կսպասենք այն աշխարհեն, այն մարդոց մե, որոնք խաչեցին Հիսուսը, ադեցին Հիսուսը, ինչ կսպասենք անոնց մե, որ անոնք իրենց տպավորությունը մեր մասին ասեն։ Այս պիտի լա մեր մտահոգությունը, թե ոչ մեր մտահոգությունը պիտի լա մեղքեր ինչպես մեղքերը ցերպազադիր, որբեսի Աստուծո հաջությունը շահինք, Աստուծո գոմե ընդունվինք եւ ոչ թե մարդոց կամ աշխարհին գոմե։ Որ մեկ ավելի գնահնդրեք, աշխարհին գոմե ընդունվել Աստուծո մերժվել, թե ոչ Աստուծո ընդունվել աշխարհը մերժվել։ Հիսուսը ասավ, չէ՞, ով որ իմ մասիս գամչնա վգայելու, ես ալ հորս դիմաց պիտի չվգայեմ անոր մասին։ Իսկ ով որ իմ մասիս կվգայե, ես ալ հորս դիմաց պիտի վգայեմ իր մասին։ Հետևաբար այլևս թատրենք սիրելներ աշխարհին հետևեն վազել, որ մեր մասին ոյ մեկ բան ասե։ Աշխարհը սիրաշահին, մարդիկը սիրաշահին, որ մեր մասին բան ասեն։ Ոչ, կարևորը Աստված ինչ պիտի ասե։ Ահա Աստուծո ավելի գմոդիկնանք այդ իմաստով։ Երրորդը սիրելներ, պետք է թատրեցնենք դրդունջքը մեր մեջ, դրդունջք, քանքատ, ժխտական խոսքեր։ Չմոռնաք, որ խոսքերը
իրենց զորություն ունին, բարերը զորություն ունին, եւ սատանան հաջող ինքը բեք չունի մեզ անիծելու, սատանան մեր մտքի մեջ այնպիսի մտածումներ կբերե սիրելներ, որ դժբախտաբար այդ մտածումներով մենք մեզ գուդենք, անեծքի դակ կտնենք։ Ինչ մարդիկ կսկսին քանքատել ամեն վարգան դրդնչալ, Աստված ուր է, Աստված ինչու համար աղոթներս չլսեր, Աստված ինձի մերժած է, ես զուր դեղը ծնած եմ այս կյանքի մեջ, անեց կլար այդ օրը, որ ես ծնեի, եւ այն այսպիսի ժխտական խոսքեր սիրելներ մեր հոգին վրա գաստեն։ Եվ չեն կրնարգանվել, այլևս ինձի գանքնիլ չգա, ին կյանքիս մեջ հաջողություն չգա, ինչ բանի որ ցերկս տնեմ անհաջողը կընթանա, այս բոլոր ժխտական բաները կգարձեք, որ այդ բաները նսել են յետ այլևս ոտքի պիտի ելեք։ Սատանային սիրտը ուրախացած կլակ եւ սատանան գաբած կլա, գաբանքները ստեղծած կլա ծեր վրա, ավելի ծանր շղթաներ տրած կլա։ Դուք ծեր վրա սիրելներ շղթաներ փերած կլակ, անեցներ սատանայի անեցները փերած կլակ։ Դուք ծեր կյանքը անիծած կլակ, ընդհակառակը ցախոթության մեջ եք, թշպախտության մեջ եք, ձունգի եք աղոտ գրեք։ Աստուծո զորություն խնդրեցեք, Սուրբ Հոգի խնդրեցեք, Սուրբ Հոգի առաջնորդությունը խնդրեցեք, Տիրոջ ներկայությունը խնդրեցեք, եւ ոչ թե դրդնչացեք, մարդիկ կան սիրելներ գարտնան դրդունչքով, ամբողջ օրը դրդնչալով, իրենց բերնի մեջ օրտության խոսք չկա, դրդունչ ծնողներ իրենց զավակներու նկատմամբ, ամուսիններ գիներու նկատմամբ, գիներ իրենց ամուսիններու նկատմամբ, որքան դրդունչ ընեք, որքան թշկողություններ ունեք, այնքան ձեր կյանքը պիտի Աստծո հեռանա։ Պիտի հեռանաք։ Թատրեցեք դրդունչքը եւ ձեր պերանները օրտության բացեք։ Իսկ չորրորդը, որ ամենավտանգավորն է, գիտեք ինչն է սիրելներ, սպաղվածությունը։ Սատանան չի գտնար մարդս կործանել։ Սատանան մարդս սպաղ կբահե, որբեսի մարդ ինքզին կործանե։ Տեսեք, այնպիսի սպաղվածություններ մեզի գբերը սատանան, որ մենք ժամանակ չունենանք Աստուծո մոտիկնալու, Աստուծո մոտենալու, Աստուծո դունը երթալու, Սուրբ Գիրք կարդալու, Սուրբ Քրոծեր դղությանց մասնակցելու, աղոթելու ժամանակ չունենք։ Ամեն ինչի ժամանակ ունենք, բայց ինչ որ մեր հոգի բրգության գուքա, ինչ որ գուքա Աստուծո մոտենալու այս ամեն ծերնար կադարելու ժամանակ չունենք։ Սատանան մեր ցերկերու մեջ փչիչային հերախոսները տրած է 24 ժամ, որբեսի ժամանակ չունենանք, որ մեր ցերկերը աղոթքի միացնենք, որբեսի ժամանակ չունենանք մեր ցերկի մեջը Սուրբ Գիրք բռնենք եւ աղոթ կնենք։ Այո, սատանան մեր ցերկերը սպաղ բահած է, սատանան մեր միտքը սպաղ բահած է, սատանան մեր կյանքերը սպաղ բահած է։ Ամեն ինչի ժամանակ ունենք նորեն գսեմ, հերացայինի վրա 24 ժամը լալու։ Գիրագյորերը ինչ կնեք ներողություն։ Սերանգողիներու մեջ ծեր աչքերը կփանակ եւ 2 ժամ սելֆոններու վրա գլակ, փչիչային հեռախոսներու վրա գլակ, բայց ժամանակ չունիք բادرակի մասնակցելու, Քրիստոսի ճշմարիտ մարմին եւ արյունը ստանալու, որպես հաղորդություն, ժամանակ չունենք։ Ժամանակ ունենք, բայց չէ փամփասանքներ լսելու, լուրեր գարտալու, ինչ գիտեմ, զանազան սպաղմունքներ ունելու, ժամանակ ունենք։ Ժամանակ ունենք ուրիշներու աղդոտ մեկնաբանությունները գարտալու, բայց ժամանակ չունենք Աստուծո Սուրբ խոսքը գարտալու, մեր ցերկի մեջ բռնելու սրբությունը, ժամանակ չունենք։ Ահա սիրելիներ, տեսեք թե ինչպես սատանան միշտ սպաղ կբահե, որ մեր կյանքը, որովհետեւ մենք մեր հոգիի, մեր փրկության մասին չմտածենք, եւ այդ է պատճառը, որ մենք օրե-օր Աստուծո գհերանանք։ Մենք սիրելիներ աղոթել չենք գիտեր, մենք Սուրբ Գիրք կարդալ չենք գիտեր, Սուրբ Գիրք բանալ չենք գիտեր։ Եվ որ Սուրբ Գիրքի մասին խոսին մարդ հոգեվորականները մեզի գսեն, որ ինչ է Սուրբ Գիրքը։ Այո, Սուրբ Գիրք ունենք դան մեջ թերևս,
բայց չենք գիտեր, որ հին եւ նոր գդագարանները Աստվածաշունչը կգազմեն։ Չենք գիտեր, որ նոր գդագարանը Քրիստոսի մասին է։ Չենք գիտեր։ Շատեր չենք գիտեր դժբախտաբար ինչու, որովհետեւ Սատանան իրենց զիրենք սպաղած բահած է, բիզի բահած է։ Հետևաբար եղբայրներ եւ քույրեր, եթե գուզեք իսկապես Աստուծո մոտենալ, ապա այս կոնը 4 գեդերը նկատի արեք, դուք կրնակ ավելցնել, կրնակ դուք ցես քննել, թե ինչ բաներ ցես արկել կլան, որ իսկապես Աստուծո մոտենաք եւ հետեւաբար հրաժարեցեք սիրելներ, աշխարհը օրեօր կչարանա, մարդկությունը օրեօր Աստուծո մեգի հեռանա եւ գթարնա քերի ստրուկ չարին մեղքին սատանային։ Եկեք թոթափենք մեզ այդ շղթաները, թմփիրեն քունեն արթնանք եւ կարողանանք իսկապես սիրելներ հավատքի նորոգված կյանքով թեպի դերը քալել դիրոջ մոդենանք։ Ճաշակեցեք եւ տեսեք որքան քաղցր է դերը։ Հետևաբար Աստվածաշունչը սկսեք կարդալ այսօրվն է։ Ձեր ցերկեն վարդրեք սելֆոնը, փչիչային հեռախոսը եւ սուբկիրք բռնեցեք։ Ձեր ցերկերը իրարու միացեք եւ աղոթ գրեք, ձունգի եկեք եւ աղոթեցեք։ Եվ պիտի տեսնեք, որ սիրելներ Աստուծո ներկայությունը ձեր կյանքի մեջ կսկաք ու դուք Աստուծո ավելի մոտիկ կսկաք։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։